Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը կրկին հանդիսատեսի ուշադրության կենտրոնում է, համացանցում տարածված նոր տեսանյութը բառացիորեն պայթեցրել է սոցցանցերը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Անգելինան կապված, աչքերում վախ։ Այս կադրերը շատերին հիշեցրել են սերիալի ամենասուր ու դրամատիկ պահերը, երբ հերոսների ճակատագրերը մեկ ակնթարթում փոխվում էին։ Հենց այդ պատճառով էլ հեռուստադիտողները վստահ են, սերիալը մտնում է իր ամենաթեժ փուլը և առաջիկայում սպասվում են մեծ բացահայտումներ ու անսպասելի շրջադարձեր։ Տեսանյութը դեռ ոչ պաշտոնական է, սակայն արդեն մի քանի օր է, ինչ պտտվում է սոցիալական հարթակներում։ Այնտեղ երևում է, որ Անգելինան գտնվում է ինչ-որ լքված վայրում, կապված աթոռին։ Նկատվում է, նա փորձում է ազատվել, բայց անհաջող։ Թե ով է կանգնած այս ամենի հետևում, դեռևս գաղտնիք է, սակայն հեռուստադիտողների մեծ մասը վստահ է՝ Անգելինային առևանգել է հենց Միքայելը։ Այս վարկածը անտեղի չի ծնվել վերջին սերիաներում, Միքայելի կերպարը նկատելիորեն փոխվել է, նա փակվել էր ինքն իր մեջ, կորցրել վերահսկողությունն իր արարքների նկատմամբ և միաժամանակ վախենում էր, որ Աննան կարող է իմանալ ճշմարտությունը։ Հենց նա էլ տարիներ շարունակ պահել է այն գաղտնիքը, որ Անգելինան Աննայի դուստրն է, բայց հիմա կարծեք թե շատերն արդեն տեղյակ են այս գաղտնիքի մասին, և Հենրին տեղյակ է, ու վերջին սերիաներում, ի զարմանս հեռուստադիտողների, Հենրին փորձում է արդարացնել ու պաշտպանել հորը՝ Միքայելին, չնայած նրա բոլոր վատ արարքներին։ Եվ սերիայի վերջին անոնսից պարզ է դառնում, որ Արամն ու Հենրին լուրջ վեճ են ունենում, ինչը նոր լարվածության պատճառ է դառնում։ Արամն, ով միշտ պաշտպանել է և իհարկե հավասարակշռված պահվածք է ունեցել, այժմ կարծեք հունից դուրս է գալիս և մի լավ հարվածում է միմյանց, և իհարկե երկուսի միջև մեծ վեճ է ծագում։ Եվ հավանաբար հենց այդ վեճն է, որ դուրս է գալիս վերահսկողությունից։ Միևնույն ժամանակ ավագը, ընտանիքի ավագ անդամը, սկսում է կասկածել, որ ինչ-որ վատ բան է տեղի ունենալու։ Նա զգում է, որ իր ընտանիքը վտանգի տակ է և չի բացառում, որ Անգելինային կարող է կորցնել։ Այս ամենի ֆոնին, եթե Միքայելն իսկապես կանգնած է առևանգման հետևում, ապա սա կարող է լինել նրա վերջին հուսահատ քայլը՝ փորձելով պաշտպանել իր գաղտնիքը։ Նա գիտի, որ եթե Անգելինան իմանա ճշմարտությունը, ապա ոչ միայն իրեն, այլ նաև ամբողջ ընտանիքին սպասում է փլուզում։ Ուստի նա գնում է ծայրահեղությամբ, փակելով աղջկան ինչ-որ վայրում, ժամանակ շահելու կամ ստիպելու, որ բոլորը լռեն։ Բայց այս անգամ ամեն ինչ կարող է այլ կերպ ավարտվել։ Հեռուստադիտողները ենթադրում են, որ միևնույն է կհաջողվի գտնել Անգելինային ու բացահայտել ողջ ճշմարտությունը։ Ավելին, խոսակցություններ կան, որ պատմության ընթացքում կբացահայտվի ոչ միայն Անգելինայի իրական ծագումը, այլ այն, որ Միքայելն անցյալում կապված շատ ավելի մութ դեպքերի հետ, քան երևում էր հենց սկզբում։ Այս դրվագը կարող է դառնալ սերիալի նոր շրջադարձային պահը, փոխելով ոչ միայն Անգելինայի, այլև բոլոր հերոսների ճակատագրերը։ Եթե իսկապես Միքայելն է առևանգում Անգելինային, սա նշանակում է, որ նոր շրջադարձ է սպասվում, որտեղից հետադարձ ճանապարհ չկա։ Հեռուստադիտողները մեկնաբանություններում գրում են. այս դրվագից հետո հավանաբար ամեն ինչ կփոխվի։ Եթե Միքայելը դա արել է, ուրեմն վերջնականապես կորցնում է Աննային։ Անգելինային փրկելու կադրերը կլինեն սերիալի ամենաուժեղ պահերը։ Հեռուստադիտողներից ոմանք կարծում են, որ հենց Հենրին է փրկելու Անգելինային ու վերջապես դեմ է դուրս գալու հորը Միքայելին ու Աննային բացահայտելու է ողջ ճշմարտությունը, և դա կարող է լինել վերջին կարմիր գիծը, որ Հենրին այլևս չների հորը։ Իհարկե, այս ամենը ենթադրություն են։ Հնարավոր է, որ այս կադրերն ընդհանրապես կապ չունեն «Վերջին զանգը» հեռուստասերիալի հետ, և հնարավոր է դա նկարահանումներից կամ որևէ այլ տեսահոլովակից մի հատված է, բայց ամեն դեպքում չի բացառվում, որ իսկապես Միքայելը կամ Լիլիթն են որոշել առևանգել Անգելինային, որպեսզի իրենց գաղտնիքը չբացահայտվի, իսկ իրականությունը կպարզվի ընդամենը մի քանի սերիայից։ Անկասկած, սերիալը շարժվում է դեպի իր ամենահզոր և հուզիչ հանգուցալուծումը։ Առևանգման պատմությունը կարող է բացել բոլոր փակված դռները՝ բացահայտելով գաղտնիքներ, որոնք տարիներ շարունակ թաքցվել էին։ Եվ եթե Դիանա Գրիգորյանի ձեռքում դեռ կան անակնկալներ, ապա կարելի է վստահ ասել՝ «Վերջին զանգը» դեռ
չի հնչել, ամենամեծ բացահայտումը դեռ առջևում է, այնպես որ չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրեք ինչ եք կարծում, իսկապես Անգելինային Միքայելն է առևանգել և արդյոք հենց Հենրին է փրկելու Անգելինային ու այլևս չների հորը իր արարքների համար, թե ամեն դեպքում Միքայելին սպասվում է ներում և ընտանիքի միավորում։ Հեռուստադիտողների կարծիքներն այս առումով բաժանված են երկու մասի։ Մի մասը կարծում են, որ իսկապես Միքայելը ներման կարժանանա և Աննան ու Միքայելը միասին կլինեն, սակայն մյուս մասը կարծում են, որ Աննան ոչ Սոսի, ոչ էլ Միքայելի հետ պետք է լինի, քանի որ երկուսն էլ ուղղակի քայքայել են նրա կյանքը։